Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև ազգ, բարև երկիր, շատ կարճ անդրադարձ եմ ուզում անել հանրապետության ապահովագրության հետ կապված բժիշկների աշխատավարձերի անկման, մի խոսքով այս հարցերի հետ ուզում եմ ձեզ հետ մի թեթև կիսվել, այսօր նույնիսկ զանգել էին ինձնից այսպես հեռակա մեկնաբանություն ստանալու համար, որտեղ բավականին խիստ արտահայտվեցի, կարծում եմ այդքան խիստ իմ արտահայտվածը չեն հրապարակի, բայց եւ այնպես ասացի, որ խմբագրել թույլ չեմ տա, այնպես ինչպես ասել եմ, այդպես էլ արտահայտվեք։ Հիմա սկսեմ ընդհանրապես գանք պետպատվերից, երբ որ պետությունը վճարում էր բժշկին, ինչ էր տեղի ունենում։ Եվ այդ նույն պատկերը հիմա կարող եք պրոյեկցել ներկա ծրագրի վրա, առողջության ապահովագրության վրա, որպեսզի հասկանաք հիմքում էության մեջ բուն պրոբլեմը որտեղ է, ինչա նշանակում պետությունն է վճարում առողջապահության համար, հիմա դա արել են։ Ուրեմն տասնամյակներ շարունակ պետությունն է վճարել առողջապահության համար առնվազն պետպատվերի հատվածով։ Գիտեք դա ինչ էր նշանակում, դա նշանակում էր հետևյալը։ Պետությունը հիվանդանոցներին ասում էր, լսեք, ուզում եք, որ փող տամ ձեզ, ապա բարի եղեք խիստ սահմանափակ գումարներով մատուցել պետպատվերի ծառայություն, խիստ սահմանափակ գումարներով։ Պետությունը դուք հասկանում եք, չէ՞, բանակ, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, հարկային համակարգ, դա հարկադրման պոտենցիալ է, հարկադրման սովորություն։ Պետություն երբ որ ասում ենք, մենք ճիշտ չենք հասկանում, որ այդ պետությունը մենք բոլորս ենք, այս ամեն ինչը իրար հետ։ Նկատի ունենք կառավարությանը կից, գործադիր մարմնին կից ինստիտուտներ։ Եթե դատականն էլ ընդունենք, որպես հարկադիր կատարման էլի ենթակա որոշումներ, պետությունը դա մուննաթ է։ Անկախ նրանից, այդ մուննաթը բանավոր արտահայտվում է, թե չէ։ Պետությունը, պետական ինստիտուտներին է, կառավարականը, եկեք պայմանավորվենք, էլ չասենք պետություն, ասենք կառավարություն, գործադիր կառավարություն, որտեղ կարելի է անգլալեզու տրամաբանությամբ կառավարությունը նաև ազգային ժողովը եւ դատական համակարգը։ Հիմա կառավարությունը դա հարկադրմանը սովոր է, մուննաթին սովոր է։ Բազմաթիվ քննիչների հետ, օպերների հետ ժամանակին հարաբերություններ եմ ունեցել, ոչ որպես իրանց մեղադրյալ կամ կասկածյալ, բայց նրանք նույնիսկ սովորական շարքային քաղաքացու հետ վարվում էին, վերաբերվում էին, շփվում էին որպես կասկածյալ, որպես մեղադրյալ, որպես պոտենցիալ հանցագործ, ինչի, որովհետև սովոր էին, ամբողջ կյանքները շփվել են պոտենցիալ կամ իրական հանցագործների հետ։ Եվ երբ որ շարքային քաղաքացու հետ հարաբերվում էին, նրանք էլ ասում են, դիրքերից են հարաբերվում։ Սովոր չեն, որ իրանց դեմ կանգնած է մեկը, ով իրանց երեխեքի հացի փողը հարկերի տեսքով վճարում է բյուջե։ Իրանք էլի սովոր չեն։ Նույնը կառավարությունը սովոր չի, որ այդ մեր ձևավորած հարկերով են իրանք տուն պահում, այսինքն մենք նախաձեռնում ենք, մեր շնորհքով ստեղծում ենք ծառայություն կամ ապրանք, այդ ապրանքն ու ծառայությունը իրար մեջ փոխանակելու արդյունքում ասում եմ, չգիտեմ, 10% շրջարկ օրինակ կամ եկամտահարկի ձևով, կամ ավելացված արժեքի ձևով, 25% կամ 40% պիտի վճարեք, կամ ակցիզների ձևով կամ աքսատուրքի ձևով, պիտի վճարեք ու վերջ, դա այդ բարոյականության այդ սովորույթի տերն է, կառավարությունը։ Հիմա այդ նույն կառավարությունը, որ գալիս էր, որ պետք է վճարեր առողջապահական ծախսեր, ասում էր ինչ եք անում, որ պիտի մինիմումով սահմանափակվեք։ Եվ տասնյակ տարիներ պետպատվերից բժիշկները աշխատավարձ չեն ստացել ընդհանրապես, չեն ստացել։ Դա չէին կարող բժիշկները բարձրաձայնել, որտեղ իրանց գործից կհանեին դրա համար։ Եվ այդ գործից հանողի ձեռն էլ ոչ ոք չէր բռնի, որտեղ ոչ նորմալ արհմիություն կար, ոչ էլ արդարադատություն եւ իրավապահություն կար, որ այդ քաղաքացու շահերը պաշտպաներ։ Արդյունքում տասնյակ տարիներ բժիշկները պետպատվերից գրոշ անգամ աշխատավարձ չեն ստացել։ Օրինակ ասեմ, ես անում էի սոնոգրաֆիկ հետազոտություն, ես որ ասում եմ 15 տարի առաջ, երբ որ ես աշխատել եմ այլ մարդկանց հիմնարկում։
Ես հիմա աշխատում եմ ինքս ինձ մոտ, իսկ մասնավոր ծառայություն եմ մասնակցում, մասնավոր պրակտիկա եմ անում, ծառայություն եմ մատուցում, մասնավոր պրակտիկա եմ անում։ Ես ասենք, ինչքան պետ պատվերով սոնոգրաֆիայի անում, դրանց համար աշխատավարձ չէի ստանում։ Հնարավոր չէ, չկա այ ընկեր, այնքան քիչ գումար է սահմանած այդ սոնոգրաֆիայի համար, որ այդ քո պետ պատվերով, օրինակ պոլիկլինիկայից եկած պացիենտին փող չես ստանում։ Պետ պատվերով հիվանդ էինք պարկասնում, հիվանդ էի բուժում, հիվանդանոց պարկած, դրանից քոր կոպեկ աշխատավարձ չէինք ստանում։ Ես որքան գիտեմ, շատ տեղերում միջև այսօր այդպես է, շատ ծառայություններ միջև այսօր այդպես է, պետ պատվերից մարդիկ փող չեն ստացել, ոչ հիվանդ բուժելու համար, ոչ հետազոտելու համար։ Միայն ստացել է հիվանդանոցը, այսինքն հիվանդանոցի տերը, հաշվապահը, չգիտեմ, մյուսը, այդ ծախսերը հազիվ հասցրել են եւ բժշկին փող չեն տվել։ Ու պետությունը անտարբեր է եղել այս արատավոր պրակտիկայի նկատմամբ։ Պետությունը, որ բոլորս ենք միասին, որը պետք է յուրաքանչյուրի շահերը պաշտպանի, յուրաքանչյուրի իրավունքները երաշխավորի, այդ պետությունը իդեմս կառավարության ասել է լավ, թող տենց էլ լինի, ինչքան կարանք, այսպես ասած, կզծնենք դրանց, թող աշխատեն։ Արդյունքում բժիշկի ինչ արել, հիվանդից փող է ուզել։ Հիվանդն էլ ասել է, այսինչ փիստն են, մեզնից փող են ուզում։ Պետ պատվերով եկել եմ, ինձնից փող են ուզում։ Ստիպված է եղել, որովհետև պետ պատվերից մարդիկ աշխատավարձ չեն ստացել։ Կամ էական հատվածում պետ պատվեր ծառայություններից աշխատավարձ չեն ստացել։ Հիմա դարել է ապահովագրություն։ Դե ո՞նց են սպասում։ Բժիշկները սպասում են, դե լավ է, էլի, որ դարավ ապահովագրություն, արդեն ամեն մեկս, ովքեր 200,000 դրամից ավել է ստանում, ամսական 11,000 դրամ վճարում ենք, լրացուցիչի, այն հարկեր, մարկեր, այդ սա սենց տենես մնում է նույնը, պլյուս 11,000 դրամ էլ մենք վճարում ենք։ Եվ ասում են, դե երևի հիմա կգա արդեն նորմալ վճարումներ կրծ։ Ոչ, այդ նորմալ վճարումները չի ստացվելու։ Էդի նույն են կառավարությունը, ով պետպատվերը այնքան մինիմալ թվեր էր դրել, որ բժիշկը դրանից փող չէր ստանում։ Այդ նույն կառավարությունն է, ուրիշ մարդիկ չեն, նոր մարդիկ չեն։ Եվ հիմա օրինակ ռենտգենի համար դրել են 2500 դրամ, գնահատել են այդքան ռենտգեն ծառայությունը։ Ռենտգեն ծառայությունը գիտեք ինչ է, ժողովուրդ ջան, ռադիացիա է դա։ Դա ռադիացիա է։ Մենակ այդ ռադիացիայի խաթր ինքը չի կարա արդեն 2500 դրամանոց ծառայություն լինի։ Սա բժշկին չէ, այդքան է գնահատվում այդ ծառայությունը։ Ունդե մի 600 դրամ այդ հետազոտությունից տրվում է բժշկին այդ դիագնոզը կամ եզրահանգումը գրելու համար։ 600 դրամ ռենտգենից գնում է բժշկին։ Ես էլ եմ ասում, մասնավոր եմ աշխատում, պետության հետ չեմ աշխատում եւ այս ապահովագրական համակարգը ինձ առանձնապես չի վերաբերում, որտեղ այստեղից ես իրանց հետ գործարք չեմ անում։ Իրանք այդտեղից ինձ փողեր չեն տալի։ Բայց այն հիվանդանոցներին եւ այն ծառայություններին, որոնք իրանք վճարում են, ինչ է անում հիվանդանոցը կամ մի հատ բժշկական կենտրոն։ Ասում հա էլի չելաստեղից էլի լավ է, որովհետեւ չի կարա հրաժարվի դրանից։ Իրա գործի մի զգալի մասը կախված է այս առողջության ապահովագրությունից։ Եթե հրաժարվի, ասի այդ գումարը ինձ ձեռ չի տալի, ինչ արվելու, ասել են ձեռ չի տալի, գնա, այն մյուսին ձեռ է տալի։ Կան բազմաթիվ հիվանդանոցներ, լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ։ Այս մեկը չուզեց, այն մեկը կուզի։ Ինչ է, այն մեկն էլ ինչի հաշվին է ուզում։ Սեփական բժշկին կզսնելու հաշվին։ Այսինքն, դա սովոր են արդեն, դա հələ մեկը չի պատժվել նրա համար, որ տասնամյակներով բժշկին աշխատացրել են ու փողը չեն տվել։ Դրա համար ոչ ոք չի, ով պետք է պատժվի։ Ում գնան ասեն պատժվելուց, ասել է բանկեր 100,000 տվել էր ստացիոնար բուժման համար։ 7 օր հիվանդը պարկում էր հիվանդանոց, 100 թե 150,000 գումար էր փոխանցվում։ 7 օր մենակ հյուրանոց պարկելու համար 100-150,000-ով չես կարա այդ ծախսերը հոգաց։ Հյուրանոց։ Հələ հետաքրքրվեք, թե COVID-ի ժամանակ այդ օրը ինչքան էին տալիս հյուրատներին, երբ որ այնտեղ մեկուսացված կարանտինի մեջ մեկուսացնում էին կոնտակտավորներին։ Այսինքն այդ 100-150,000 դրամը, որ տալիս էին պետ պատվերով հիվանդին 7 օր հիվանդանոց պարկելու համար։
Այդ իսկի եթե հյուրանոց լիներ, այդ գումարը չէր բավականացնի։ Բա այնտեղ կան գործիքային հետազոտություններ, այնտեղ կան լաբորատոր հետազոտություններ, այնտեղ կա վարող բժիշկ, այնտեղ կան դեղեր, այնտեղ ինչ ասես կա։ Ու այս ամեն ինչի համար վճարում էին թերապևտիկ բլոկն եմ ասում 100-150 հազար աշխատավարձ։ Գումար, որտեղ բժշկին գնում էր 0 դրամ աշխատավարձ, 0 դրամ։ Հիմա բժիշկները սպասում էին, որ ապահովագրությունը պիտի մի լավ բան բերի, բայց ապահովագրությունը ավելի լավ բան չի բերում։ Ապահովագրությունը էլի ասում են, պիտի տեղավորվեք։ Պետությունը, պետական ինստիտուտները, կառավարությունը սովոր է մունրատ տգալու, պիտի տեղավորվեք։ Չեք ուզում, հեչել ուզեք, չեն վճարի, այն մյուսին կվճարեն։ Այն մյուսն էլ համաձայնվելու է իր բժշկին քիչ աշխատավարձ վճարելով։ Իսկ այդ բժշկի աշխատավարձը ոնց ալնի։ Օրեկան բժշկական ինստիտուտը տարեկան ամեն տարի բժշկական ինստիտուտը ավարտում են մոտ 300 ավել բժիշկ 300-ից ավել բժիշկ այդ 300-ից ավել բժիշկը որտեղ են գործ ճարելու այդքան գործ չկա ինչքան բժիշկ կա ավարտում արդյունքում են փորձառու բժիշկներին լավ որակյալ ծառայություն մատուցող բժիշկներին ասում են նայ ուզում ես ուզի չես ուզում ենա լիքը ջահել կա նորավար վարպետություն չունի ենթադրենք գիտելիք ունի բայց վարպետություն չունի կբերենք նրանք կաշխատեն։ Է նրանք էլ կհամաձայնվեն, դե ոնց էլ չլինի կհամաձայնվեն։ Այսինքն ստեղից բժիշկին են վախացնում, որ նայ քո տեղի համար, մի հոգու համար փորձառու բժիշկին։ Վախացնում են, ասում են քո մի տեղի համար 3 հոգի ջահել է կանգնած։ Չես ուզում մի աշխատի։ Այս ջահելները համաձայն են։ Արձինատուրան նոր են ավարտել, արձինատուրայում էլ վճարովի են սովորել։ Այսինքն sense դրանց արձինատուրայում աշխատավարձ չեն ստացել։ Դե ասում են հիմի նոր այլ սկզբի համար կամ ընտանիք չունեն, կամ իրանց ծնողներն են իրանց պահում, կամ ապահովված ընտանիքներից են։ Ընտանիք չունեն, նկատի ունեմ սեփական ընտանիք, ամուսնացած չեն, երեխաներ չունեն, որ խեղդեն։ Փորձառու բժիշկը արդեն ընտանիք ունի, երեխաներ ունի, պատասխանատվություն ունի, հոգս ունի։ Ջահելները այդ հոգսը չունեն։ Ջահելները կարան գնան ամիսը ընդհանրենք 100-150 հազար դրամ էլ կամ ինչպես արդեն մամուլում հայտարարել են, մամուլից եմ լսել 20-30 հազար դրամով ենթադրենք կարան գնան աշխատեն։ Չես ուզում փորձառու բժիշկ գնա արձինատորը որ 3 ամիսը 30 հազար ուսման վարձեր վճարում իսկ ամիսը 50-ից 100 հազար դրամ ամիսը 50-ից 100 հազար դրամ երեկվա արձինատորը այդքան վճարում էր որ հիվանդանոցում լինի հիմա իրան մի 50 հազար կտան ինքը կգա կաշխատի կհամաձայնվի դրան ու ապականվում է ամբողջ ծառայության որակը ոչ մի փորձառու բժիշկ այդ գնով չի աշխատելու ու լավ անելու ու ճիշտ անելու որովհետև այսօր էլի բերգամ ռենտգենի վրա օրինակը բերեմ եթե 600 դրամ մի ռենտգենից հետազոտությունից պետք է մարդը 10 հիվանդ նայի 6000 դրամ 15 հիվանդ նայի ասենք օրվա գործը 15 հիվանդ է նայելու 15 հիվանդը մի հատ լիարժեք օրվա աշխատանք է դա նույնպես 9000 դրամ այ ընկեր էլ ինչի է պետք է բժշկական սովորելը այդքան տարի աշխատելը ռենտգենի տակ ճառագայթվելը կամ հարևան կաբինետում ճառագայթվելը հենա կգնա բանվոր կաշխատի վարպետ չէ բանվոր ցեղ կշաղախի այ մարդ վեդրոյով լցնես ցեղ 10 ավելի շատ աշխատավարձ է քան թե գնաս 10 տարի սովորես մի 10 տարի էլ վարպետություն ձեռք բերես դառնաս բժիշկ որ քեզ աշխատավարձ տան օրը 9000 դրամ էսի հələ պատկերացրեք ես ասում եմ մի օրինակ սենց բազմաթիվ օրինակներ կան տարբեր ուղղություններով ու այո հին արատավոր սովորույթը շարունակվում է հիմա մի քիչ ասում եմ պետ պատվերից փող չէինք տալի հիմա մի քիչ փող կտանք դա սկզբում է հա սկիզբն է հետո էլի ապականելու են էլ ավելի շատ միջև բանը հասնելու է նրան որ ընդհանրապես բժշկին փող չեն տալու ասելու են եկել է վճարովից այսքան աշխատավարձ կստանաս եկել է այդ ապահովագրությամբ ընդհանրապես չստանա ու այս պրակտիկան կա դե վերցեք ինչքան բժիշկ են եղել աշխատել այսքան տասնյակ տարիներ այսքան տասնյակ տարիներ մեր աշխատածների այդ պետ պատվերից աշխատած ու փող չստացածներին բերեք փոխհատուցեք կբերեք կփոխհատուցեք կբերեք մեր այդ ձրի ստրուկի պես աշխատածածը մեզի կվերադարձնեք չէ բախի պետք է սրանք ապահովագրությունից սկսեն նորմալ փող տալ բժշկին նորմալ է ինչքան հասնում է այդ մարդուն
իրա քրտինքի, իրա հալալ քրտինքի դիմաց կբերեք կտակ։ Չէ։ Ահա թե ինչա այդ ապահովագրական համակարգը ու կամաց իրական դեմքը ցույց է տալի։ Իրական դեմքը բացում է։ Ինչ ուզում են խոսան, ինչ ուզում են խոստանան, ժողովուրդ ջան։ Լավ բան բժիշկների համար գոնե չի լինելու։ Հիվանդների համար էլ այսօր կհասցնեն ձրի քյոլ մստելով աշխատեն, վաղը ոչ մի ինքնասեր բժիշկ, ոչ մի փորձառու եւ որակյալ ծառայություն մատուցող բժիշկ չի մնա այս համակարգում։ Գնացել էին մի շարք ոլորտային, այսպես կարկառուն ներկայացուցիչներ նախարարի հետ հանդիպել էին։ Բա հրապարակային դրեիք տենային կետ ինչ եք հանդիպել զրուցում։ Էլի կուլիսային, այսինքն ու էդ էլ ոնց ալ, ասենք ես ոլորտի ենթադրենք, ես ոլորտի առաջատար եմ, ենթադրենք։ Նախարարի հետ հանդիպում եմ, իմ հավին քշա չասեն, այն մնացածի հերն անիծած, ավելի լավ։ Ինչքան բժիշկները դժգոհ մնան, ինչքան բողոքեն, ինչքան դուրս գան, այն մի քանի ոլորտում իրանց լավ զգացողներ ու նախարարի հետ ջերմ հարաբերություններ ունեցողներ, նախարարության հետ ջերմ, ավելի լավ կգնան իրանց գործը, այնքան հիվանդի քանակը իրանց բաժին հասնող ավելի շատ կլինի։ Բացի այս մի քանի հոգուց, ովքեր լեգիտիմացնելու են այս տեսակ ապականությունը, բացի այդ մի քանի հոգուց մնացած բժիշկների համար լավ բան չի լինելու։ Իսկ հիմա գամ ավելի բուն խնդրին, հարգելի գոլեգաներ, բայց քի պետք է ձեր համար լավը լինի։ Դուք ով եք, որ ձեր համար լավը լինի։ Այս բոլոր հարցերը քաղաքական հարցեր են, կամ խոշոր քաղաքական, կամ ոլորտային քաղաքականությանը վերաբերվող։ Ոլորտային քաղաքականությունը դա առողջապահությունն է։ Իսկ դուք ձեր ողջ կյանքը քաղաքականությունից աշխատում եք հեռու մնալ, խուսափել։ Ով էշ մենք փալան, ով փալան մենք էշ սկզբունքով։ Ձեր միջից են մարդիկ էլ, մասնավորապես մեկը ես։ Ձեր միջից են մարդիկ էլ, ովքեր քաղաքականության մեջ իրանց դրսևորում են, համ բժշկություն են անում, համ էլ քաղաքականություն են անում, համ բժշկական հարցեր են քննարկում, լուսաբանում, համ քաղաքական պահանջներ են ձևակերպում։ Նրանց էլ վատաշքով եք նայում, հետևից բամբասելով եք նայում։ Ստեղ ընտեղ ավել պակաս հաչալով եք նայում։ Բախի պետք է ձեր համար լավը լինի։ Եթե դուք չեք հասկանում, որ միջև քաղաքականապես չմոբիլիզացվեք, միջև ասոցիացիաների մակարդակով պահանջ չներկայացնեք, միջև ասոցիացիաների ղեկավարությունը թափանցիկ եւ հաշվետվողական բանակցություններ չվարի, նախարարության հետ կամ այդ ապահովագրական համակարգի հետ կապված, ոչինչ էլ չի լինելու։ Ֆեոդալական համակարգի, այդ արատավոր ֆեոդալական համակարգի պտուղներն է հիմա քաղում կառավարությունը մինչև ընտրություններ մի բան անեն հասցնեն, հետո ավելի վատ ալնելու, կամ էլ փողերն են ավելացնելու, այս 11,000 դրամով ոչ մի լուրջ հարց չեն կարող լուծել այս տեսակ անորակության մթնոլորտում, որակի այս տեսակ անվերահսկելիության մթնոլորտում։ Ու էլի դառնում եմ գոլեգաներիս, երբ եք սկսելու դռռալ ու բռռալ, երբ եք իրար գալու, հույս ունեք, որ ձեր սովետն է, հա, պարտիան ընդ է կորոշի, մի հատ պարտիա կա, պարտիայի խորհուրդ կա, կորոշեն կգան ձեր համար, սովետը չի այ ընկեր, ամեն մեկը իր շահերի համար պետքա ջանք թափի, աշխատանք տանի, ներկայացնի, կազմակերպվի, դառնա ահրմիություն, դառնա ասոցիացիա, քաղաքական պահանջ ներկայացնի։ Անհնար է, սպասեք խնդրում եմ, անհնար է առանց այդ պահանջների այս հարցերի լուծում, այնպես որ ես համ խիստ եմ ասում գոլեգաներիս, որովհետև դուք արժանի եք ավելի վատ պայմանների ձեր այս անգործության պատճառով, հարգելի գոլեգաներ, ձեր գլխին ավելի վատն են բերել ու դուք արժանի եք այդ ավելի վատին, որտեղ դուք անգործություն եք դրսևորել լիարժեք քաղաքացու, հասուն քաղաքացու, քաղաքական իրավունքներից հասկացող եւ այդ իրավունքները առաջ տանող քաղաքացու դիրքերից դուք անգործություն եք դրսևորել։ Դրա համար էլ այսօր օրինենք սաղս իրար հետ։ Ու կոչ եմ անում, իրար եկեք։ Չեմ ասում ելեք փողոց փախեք, հեսա փակեք, հեսա ընտրություններ։ Հեսա քաղաքական մեծ իրադարձություն է երկրում։ Իրար եկեք։ Դրսևորվեք։ Դրսևորվեք, ինչքան փթիր կա, ինչքան անգրագետ, կիսագրագետ, թերի միջնակարգ կրթությամբ կա, իրանց գցել են քաղաքականություն։
Բայց 10 տարի, 8 տարի, 10 տարի ինստիտուտ սովորած, մի 10 տարի էլ աշխատած մարդիկ մտավորականություն այդ կարևորագույն խավը գնացել մտելա բունը։ Չի ուզում ոչ մի, ասում ես գործ չունեմ։ Դե գործ չունես, դե մարսի։ Ու սպասի ավելի փիս բաների։ Այնպես որ իրար եկեք։ Կարակ զանգեք, գրեք, հանդիպենք, պայմանավորվենք։ Ես անպայման մասնակցելու եմ առաջիկա քաղաքական իրադարձություններին, ընտրություններին։ Զանգեք, ձեն հանեք, տենանք մենք մեր շահերը ոնց ենք ներկայացնում։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։